Հանրային հեռուստատեսությունը այսօր լուրերի սկզբում ժամը 9-ին գլխավոր թողարկումը սպասում եմ էլի անհամբեր նայում եմ ասում եմ նայես լավ ինչ է ինչ կա չկա էլի որ կարող է վրիպել է աչքիցս օրվա ընթացքում նայել եմ հետևել եմ բան 11 րոպե առաջին ռեպորտաժը պատմում է մեկ այլ ճակերտավոր տեղական մարտերի մասին, հա ճակատամարտը շարունակվում է պետական իշխանություն հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, ինչ որ հոգևորականներ են միացել բարենորոգման օրակարգին, անունները, նկարները, դրած, տեսեք, ժողովուրդ բավականին լուրջ բան է, հա։ Մտքներովս չէր անցել, որ Հայաստանի ճակատագրում այդպիսի կարևոր բան է հանրային սուրբ առաքելական հեռուստատեսությունը արդեն առաջին բան է բերում, ռեպորտաժ է բերում։ Սովետի ժամանակ պրոգրամը Vremya, հա, Բրեժնևը հանդիպել է, չգիտեմ, Էրիկ Հոնեկերին, հիշում եք, հա, այդպիսի կային, հա, Չաուշեսկուին է հանդիպել առաջի 15-20 րոպեն, հա, այստեղ բանն է։ Կաթողիկոսը դու մի ասա թեմակալ առաջնորդներից մեկին զրկել է այդ պաշտոնից, որովհետև նա միացել է այս բարենորոգման օրակարգին, վարչապետն էլ բանը որոշել է ասել, որ չէ, կաթողիկոսի ասածները հաշիվ չեն կրոնական կազմակերպության ղեկավարի ասածները, կրոնական կազմակերպության մասին ասածները, կրոնական կազմակերպության կառուցվածքի պաշտոնյաների մասին ասածները, պետական իշխանության գլխավոր դեմքերից մեկը ասում է, որ հաշիվ չէ։ Համի գնահատեք հասկանանք էլի, դա միջամտություն է արդեն այդ կրոնական կազմակերպության գործերին, թե ոչ։ Դա այն չէ, որ կուսակրոն չէ, իմ կարծիքը սա է, այնտեղ չպետք է ինձ ուրիշ բան է։ Սա նշանակում է, որ եկուտ չեմ յուսոր այդ մարդը, որ գործի կնա, թեմակալ առաջ մասիացոտն, հա, այդ կենտրոնական գլխավոր ասենք, չգիտեմ ինչ ասենք, էլի թեմի առաջնորդը որոշի գործի գնալ, հոգևորականները ասելու են, մեր կրոնական կազմակերպության ղեկավարն ասել է, ընկեր չէ, ինչ է, պարոն Էսինչյան, դու ստեղ մտնելու իրավունք չունես, այս մարդն ասելու է, չէ, ես մտնելու իրավունք ունեմ, հետո սկսելու են քաշքշել իրար, իրավապահները գալու են, ասեն դուրը բացեք մարդը ներս մտնի, ներսում էլ ուրիշ թեմակալ առաջնորդ կա երևի։ Այդ ժամանակ չէ արդեն։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։